Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, այս պահին կապ ենք հաստատել Իրան, Թեհրան, զրուցելու ենք Թեհրանի հայկական Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ, պարոն Քեշիշյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Քեշիշյան, Իրանում բողոքի ցույցերի աշխարհագրությունն ու սոցիալական կազմը ավելի է ընդլայնվում։ Եթե սկզբում առևտրականներն ու ձեռնարկատերերն էին փողոց դուրս եկել, այժմ նրանց միացել են նաև ուսանողները։ Ձեր կարծիքով ինչպես կավարտվեն կամ ինչով կավարտվեն այս ցույցերը։ Ավարտը իսկապես կապված է այն բոլոր քայլերի հետ, որ համապատասխան պիտի կատարի կառավարությունը եւ այն բոլոր կառույցները, որոնք իրականության մեջ կապ ունեն երկրի տնտեսական ընդհանուր վիճակի հետ, որոնք պատճառ են դարձել ամենայն դեպս եւ տարադրամի գինը տարօրինակ բարձրանա, աստորեն ազգային արժույթը անկում ապրի, նամանավանդ վերջին մեկ ամսվա ընթացքում այն մոտավոր 40%-ի սահմաններում անկում ապրեց, ինչը ուղղակիորեն մարդկանց կյանքի եւ ապրուստի հետ էր կապված ու մեծ դժվարություններ ստեղծեց ժողովրդի համար, ինչը որ ժողովրդին հրապարակ իջեցրեց բողոքի առումով։ Եվ այդ բողոքը արդեն եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ սկսած նախագահից, ինչի չունայև խորհրդարանի ղեկավարությունը եւ երկրի ամենաբարձր պաշտոնյան փաստորեն երկրի առաջնորդը նաեւ խոսեցին նրա մասին, որ բողոքները արդարացված են, պետք է համապատասխան լուծումներ դրա համար տալ, որոշակի քայլեր արդեն կառավարությունը կանխատեսել է, որոշ օգնություններ տրամադրվում է ժողովրդին, բայց դա ուղղակի կապված է այդ ընթացքի շարունակմանը եւ կարելի դարձնելու։ Եթե կառավարությունը հաջողի դրան, որ այդ ընթացքը կառավարելի դարձնի եւ ժողովուրդը կարողանա իր ապրուստը սովորական գոնե ոչ տանջալի ձևով հայտարարել եւ նորմալ ապրել, կարծում եմ, որ կգնա հանդարտեցման հակառակ պարագային կարող է հարցը դեռ երկարաձգվել։ Պարոն Քեշիշյան, ինչ տարբերություններ եւ նմանություններ ունեն ներկայիս բողոքի ցույցերը ու նախորդ տարիներին ուրեմն տեղի ունեցած ցույցերի հետ, եթե համեմատենք, ինչով էր այս անգամ տարբերվում, այդ ցույցերը ինչով էին տարբերվում նախորդների համեմատությամբ, ավելի շատ մասաներ էին ներգրավում, թե Երևի հիմնականորեն, որովհետև այս անգամ ուղղակիորեն մարդկանց ապրուստի եւ կյանքի կենցաղի հետ էր հարցը գաբվում, ավելի լայն մասաների ներկայացած հարցի մեջ եւ նամանավանդ որ այստեղ հիմա արդեն չկա այն հիջաբի հարցը եւ այն խնդիրներ, որոնք հագուստի կամ մշակույթի որոշակի առումով կոդրեսի հարցն էր, այստեղ ուղղակի ապրուստի հարցն է եւ մարդկանց կյանքի հետ է ուղղակի առնչվում, դրա համար էլ հասարակության գրեթե բոլոր խավերն են ներկա սկսած պարզ քաղաքացուց մինչև հարուստը, ասենք շուկայականը, դրա համար էլ այլ է, դա պատկերը տարբեր է եւ ճիշտ դրա համար էլ կառավարությունը շատ արագ արձագանքեց եւ հայտարարեց, որ սա արդարացված բողոք է եւ պետք է վերահասու լինել դրան եւ որոշակի քայլեր շտապ ձեռնարկեցին, որպեսզի կարողանա առաջն առնել այս բոլոր ընթացքի։ Հետաքրքիր է նաեւ, որ նույն պետական բաները, ասենք կենտրոնների տված վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծավ մասամբ ցույցին մասնակցողները երիտասարդ խավն է, այսինքն 17-ից մինչև 25 տարեկանների խավը եւ այս անգամ հետաքրքիր է, որ համեմատականորեն աշխատող ուժի ներկայությունը բարձր է, այսինքն տղամարդկանց թիվը նամանավանդ ավելի բարձր է կանանցից, ինչի որ նախորդ ցույցերում պատկերը հակառակներ կարելի է ասել։ Այստեղ ուղղակիորեն հենց ապրուստի հարցը լինում է բնականաբար այդ աշխատող ուժը, նրանք ովքեր որ իրենց նամանավանդ աշխատավարձը ավելի ցածր է եւ ուղղակիորեն ազդում է իրենց կյանքի վրա ամենաչնչին տնտեսական փոփոխությունը, նրանք են որ հրաբարակում։
Շատերի կարծիքով այս բողոքի ցույցերը արդյունքի չեն հասնում կամ չեն հասնի, քանի որ չկան գծված լիդեր կամ չկան այդ լիդերները, որոնք կարող են ժողովրդին տանել իրենց հետևից, իսկ իշխանության ռեպրեսիվ ապարատը շատ ուժեղ է եւ պատրաստ է դաժանաբար ճնշել այդ ցույցերը։ Դուք մի կողմից նշեցիք, պարոն Քեշիշյան, որ արդեն իսկ այդ ցույցերը արդյունք տվել են եւ իշխանությունը շատ արագ եւ կոնկրետ գործողությունների է դիմում այդ, այսպես ասած, առաջացած խնդիրներին ճգնաժամին լուծում տալու։ Բնականաբար, գիտեք, կառավարությունը գնում է դեպի դրան, որ լուծում տա, նույնիսկ իր հայտարարությունները հենց սկզբից էլ որ հայտարարել, որ հասկանալի են բողոքները, նամանավանդ, որովհետև հարցը ուղղակիորեն հենց մարդկանց առօրյային եւ կյանքին է կապվում, այս հարցերին լուծում տալու ընթացքին կան։ Այստեղ լիդերների կամ լիդերների բացակայության ներկայության հարցի խնդիր չկա, գուցե լիդերների ներկայությունը հարցերին ավելի որոշակի ուղղության տանելու կամ չտանելու, այսինքն քաղաքական դիրքորոշումներով ուղղությունների տանելու չտանելու հարց կա։ Այդքան ես կարծում եմ այստեղ այդ հարցը տերագադար չէ, որովհետև մարդկանց պահանջը սեփական կյանքի վիճակը կայունությունը պահպանելն է, քան թե այսօր որոշակի փոփոխությունների գնալը։ Այդտենց փոփոխությունների գնալու հարց չկա, եթե ժողովուրդը ամբողջությամբ գնա դեպի նրան, որ փոփոխությունը ցանկանում, այդ դեպքում այդ գնահատականը կարող է ճիշտ հնչել։ Այսօր ավելի շատ մարդկանց կյանքը ապրուստն է, որ մտատանջում է եւ այդ հարցից ելնելով է, որ ժողովուրդը եւ շուգայականը եւ պարզ քաղաքացին որպես այսպես ասած ցածր խավի քաղաքացին էլ մասնակցում է այս բոլոր ցույցերին եւ իր պահանջները դնում, որ արդեն համարվում է արդարացված։ Հիմա եթե այդ քայլերը կլինեն անկախ նրանից թե լիդերներ ունենան կամ չեն ունենա, այդ հարցերը լուծում կգտնի։ Իսկ եթե հարցը պիտի տանի քաղաքական որոշակի ընթացքի, որ կոնե այսօր նման բան չի երևում, նման բան չկա, այդ դեպքում կարող ենք նման գնահատականներ տալ։ Իմ կարծիքով նման գնահատականներ կամ նման մոտեցում այսօրվա հասկացողությամբ այդքան էլ արդարացված չէ, այսօր հարցը լրիվ այլ է, այսինքն տնտեսական ոլորտի հարց է, մարդկանց կյանքի առօրյայի ուղղակիորեն հարցն է եւ այդ հարցը եթե կլուծվի, կառավարությունը ինչպես ասացի, որոշ օրինակ բարենային խնդիրների համար որոշ օգնություններ է տրամադրել, արդեն անհատ առ անհատ գումարներ է լցվում մարդկանց հաշվին, որը առաջիկա օրերին արդեն դա գործնականում կարող են մարդիկ օգտագործել իրենց համար, ասենք, պահանջված օրվա կարիքները հոգալու համար լուծումներ տան հարցերին եւ այդ ձևով որոշակի խաղաղություն կբերի դա։ Նաև ցույցերի ընթացքն էլ այսօր համեմատական թեև շարունակվել է, դեռ այսօր էլ շարունակվում է, բայց համեմատական առաջի օրերին չի այդքան թափը մեծացել։ Տարբեր քաղաքներում իհարկե եղել են երկրի գրեթե շատ քաղաքներում ցույցեր ներկայացել են, բայց եւ կառավարության նաև դիրքորոշումները եւ մոտեցումները, եթե այս ձևով որ սկսել են գոնե ինչպես որ հայտարարվել են, ըստ հայտարարվածի առաջ գնա եւ ընթացք ընդունի, որպեսզի կարողանա լուծում տա այդ հարցերին, կարողանա հանդարտացնել այս ընթացքը եւ այս ցույցերը։ Հակառակ պարագայում հարցերը կարող են իսկապես բարդանալ։ Պարոն Քեշիշյան, սոցիալական վիճակը դուք էլ նշեցիք, որ վատ է ու մենք տեսնում ենք, որ անընդհատ է այդ վիճակը վատանում, գնաճը, ազգային արժույթի արժեզրկումը մեծ ծավալների են հասել, հա։ Ի վիճակի է կառավարությունը կանգնեցնել այս գահավիժումը, թե ոչ։ Դուք որոշակի այսպես սիտուատիվ լուծումների մասին խոսեցիք, որ իշխանությունը նախաձեռնել է հիմա, իսկ առհասարակ քանի որ բավականին այսպես լուրջ խնդիրներ են, որոնք տարիներ շարունակ նույն այդ սոցիալական, տնտեսական վիճակին լուծումներ չեն տրվում, վիճակի կլինի կանգնեցնել այս գահավիժումը եւ կոնկրետ որոշակի փոփոխությունների գնալ, թե ոչ, հաշվի առնելով, որ պատժամիջոցները շարունակվում են մնալ, որոնք լրջագույն խոչընդոտ են հանդիսանում։ Եթե հենվենք երկրի խորհրդարանի նախագահի Ղալիբաֆի հայտարարության վրա, որը
բացի բաց հայտարարեց, որ ավարտվել է արդեն այդ դոլարային հատուկ այսպես ասենք արտոնությունները որոշակի շրջանակների եւ մարդկանց եւ պետքա որ բոլորը հանտնվի հասնի ուղղակի պահանջատեր ժողովրդի ձեռքը նշանակում է որ հնարավորություն ունի կառավարությունը այդ հարցերին լուծում տալ եթե դրան մենք հավատում ենք եւ կարծում եմ որ այդ ուզում եմ ասել խորհրդարանի նախագահը որ մենք պիտի բոլոր հարցերին լուծում տանք հենց տնտեսական վիճակը եւ այդ տնտեսությունը որ որոշակի շրջանակների ձեռքում է պիտի տեղափոխվի դեպի ժողովրդի դաշտ եւ ժողովուրդը արդեն բավարարություն կստանա եւ լուծում կստանա հարցեր եթե այդ դիտանկյունով նայենք հարցին լուծում կա ես կարծում եմ որ նման հայտարարությունը իզուր չի հնչեցված իրենք վստահաբար լավատեղյակ են տիրապետում են այն տեղեկություններին ամբողջական որ գուցե շատերս չենք տիրապետում եւ եթե տեսակ լուծումներ կանեն ուրեմն հարցերին հնարավորություն ունեն լուծում տալու իհարկե չենք կարող վերջնականորեն ասել որովհետեւ սա այնպեսի բան չէ որ մեկ օրվա կամ երկու օրվա ծնունդ չէ տնտեսական իրավիճակը դա երկարատև process-ի հարցը ինչպես որ process-ով եկել հասել է այսօր որոշակի process-ով էլ պիտի դրան լուծում տան այսինքն դա միանգամայն լուծվող հարց չի բայց այնուամենայնիվ եթե ժողովուրդը կնկատի որ որոշակի փոփոխություն կա կարծում եմ որ այդ փաստորեն թափառած ալիքը հետ կնստի եւ կխաղաղվի վիճակը եւ լուծումները կգան իրար հետեւից Պարոն Արզումանյան, պարոն Քեչիշյան կներեք, եթե ամփոփենք զրույցը, ապա դուք կարծում եք, որ այս բողոքի ցույցերը ել ավելի մեծ մասսաներ չեն ներգրավի առաջիկայում եւ որոշակի իրավիճակը հարևան Իրանում կկայունանա։ Այս հարցը ուղղակիորեն կապված է իշխանություններից, որովհետեւ կարծում եմ ժողովուրդը իր խոսքը ասաց, իշխանությունները դրան լսեցին նույնիսկ բացի բաց հայտարարեցին որ լսել ենք արդեն բողոքի ձայնը եւ եթե բողոքի ձայնին լսածին արձական կտան եւ ճիշտ արձական կտան այդ հարցերը կդատարի եւ որոշակի փոփոխություններ չեն կարող լինել եւ ամեն ինչը դեպի դրականը կգնա եւ կխաղաղվի երկիրը իսկ եթե չկարողանան ճիշտ ձևով տնօրինել հարցերը ստաբար հարցերը կարող է ավելի բարդանալ ավելի թափ Տեսեք անդադ հնչում են մահ բռնապետին կոչեր, դուք էլ նշեցիք, որ այս անգամ ուսանողներն են, մամուլում էլ է գրվում, դուք էլ նշեցիք 17-ից 25 տարեկանների, ուրեմն հանգամանքը, ամենառեալ սցենարը որն է, որ կարող է Իրանի դեպքում ուրեմն իրականանա, առհասարակ ստեղծված իրավիճակը կարող է տանել իշխանափոխության թե ոչ, այդպիսի սցենար քննարկվում է թե Այսօր նման պատկեր չի երևում եւ կարծում եմ որ Իրանի իշխանությունները նման թույլ վիճակում չեն որ իշխանափոխությունների պահին հաստատ լինեն այսինքն ոչ էլ թափը հեղափոխության թափ է ժողովրդի արդար պահանջն է եւ այդ արդար պահանջի կատարելու դեպքում ամեն ինչը կհանդարտվի բայց եթե բարդանա վիճակը կանխատեսելի չէ չեմ կարող այսօր կանխատեսել իսկապես որ ինչի կավարտվի հարց բայց կարծում եմ որ դա հասկանում են ինչպես մենք դրա մասին խոսում եւ բացատրում ենք շատ լավ հասկանում են իշխանավորները եւ որոշակի քայլերի պիտի գնան անկախ ամեն ինչից նամանավանդ որ տարբեր տեղերից հնչող ճնշումներ գոյություն ունեն տարբեր կողմերից փորձում են որ պատժամիջոցներով այլ ավելի ներել Իրանին եւ Իրանը բարդավոր է որոշակի քայլերի գնալ ներքին այսպես ասենք դժգոհություններին սանձելու կամ լուծում տալու համար սանձելու պահը արդեն անցել է երևի իրենք հասկանում են որ դա բարդ հարց է որովհետեւ շատ հստակորեն նախագահ Պեզեշքյանն էլ հայտարարեց որ մենք չենք կարող ճնշումով ժողովրդի արդար պահանջը քննարկել այլ պետք է դրանց լուծում տանք եւ կարծում եմ միակ ձևը դա է պետք է ժողովրդի ձայնը լսել եւ իրականացնել նրանց պահանջները եւ եթե դա եղավ որևէ փոփոխություն սպասելի չէ բայց եթե ոչ արդեն իսկապես կարող է շատ բարդ լինել կարող է տագնապալի վիճակ ստեղծել
Այսօր բայց այնուամենայնիվ ես նման դեր վիճակ չեմ տեսնում, թեև իսկապես երկրի բոլոր տարբեր կողմերում կան ցույցեր, բողոքներ եւ այդպես էլ դեր շարունակվում են, բայց նկատի ունենալով ընթացքը եւ կառավարության որոշումները կարծում եմ, որ կգնա դեպի հանդարտեցման։ Պարոն Քեշիշյան, ինչու եմ սա հարցնում, որովհետև միջազգային մամուլը գրում է, որ Խամենեին պատրաստվում է լքել Իրանը, նա ամենայն հավանականությամբ կհաստատվի Ռուսաստանի Դաշնությունում, եթե բանակն ու անվտանգության ուժերը դասալքեն, նա ուրեմն կտեղափոխվի, այսպիսի հրապարակումներ կան, դա փաստորեն այս պահի դուք հավանական չեք համարում։ Պրոպագանդայի դաշտի բաներ են, խոսքեր են, նման բան դժվար թե։ Շնորհակալ եմ, պարոն Քեշիշյան։ Ընտրեմ աջելի է, լավ մնացեք։ Դուք էլ։ Հիշեցնեմ, կապ ենք հաստատել Իրան, զրուցում էինք Թեհրանի Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։ Կհանդիպենք։